Բարև ձեզ ժողովուրդ, շատ հազիվ հաստրեցի, վաղորդին ասել եմ չի, որ հասնենք, կներեք 3 րոպե իմ ասածից ուշացա, սպանել անջատվեց այն մարդը։ Որ հասնեմ էֆիրին, ներողություն ուշացմանքիս համար։ Այսօր թեմաներ կան խոսալու, կարևոր թեմաներ կան խոսալու ժողովուրդ, ու մենք խոսանք այդ թեմաներից, որովհետև բոլորին անհանգստացնում է այդ բաները։ Ուրեմն խոսենք մեր երեխայի մասին, որը այս պատմություն եղավ, ցավոք, շատ ցավոք երեխան մահացավ։ Երեխան ինձ բան է ժողովուրդ, որ ինքը սնդիկ է։ Մենք պետք է մի քիչ ուշադիր լինենք, մի անգամ իմ կյանքում էլ է այդպես բան եղել, ես զանգոյի մեջ ընկել եմ քիչերում խեղդվեի, ես ընկա 3 տարեկան երեխայի, մի հատ տղամարդ էր անցնում, այդտեղն էլ ամիսը մի հատ մարդ կանցնի կամ չի անցնի, դա մեծ հարց է։ Այդ մոմենտին բախտս բերել է։ Այդ տղամարդը անցնում էր, կասյում շալվարով սենց հագնված բան, տենց շորովել թռել է ջուրը, ինձ փրկել է։ Շնորհակալություն իրան։ Դա չի նշանակում, որ իմ ծնողները ինձ չեն հետևել եւ այլ։ Երեխան սնդիկ է։ Պատահել է, շատ ցավոք։ Ես իրոք ձեր հետ ցավում եմ։ Բայց մի քիչ ավելի շատ ուշադրություն, ձեր մեղքը չի, չես կարաս ամեն վարքյան ուշադրություն անես, բայց տեսնում ենք ինչ է կատարում, երեխուն պետք է ուշադրություն դարձնել, այս թեմայով ինձ խնդրել ընլեին խոսեի, խոսում եմ, լավ, ժողովուրդ, ես խոսամ մի հատ բանով էլ, Ելենա Հակոբյան, ինքը բարեգործ է Հայաստանում, ոնց որ ինձ են նեղացնում ժամանակ առ ժամանակ, սենց վատ բան են իմ մասին գրում, այսքան արել եմ, դե ամոթա, ոչ եմ նստի սենց հատիկ, ամեն ինչ բան անեմ, դեցել ինքը չի ասում, բայց դա այն աղջիկն է, որը ուրեմն տղա էր վիրավոր ու իր մոտ սեպսիս, տենց է կոչվում, որ բան է մտնում օրգանիզմի մեջ, ինֆեկցիա է մտնում, որ էլ չի փրկվում։ Իմ ընկերը զանգում ինձ ասում է, գոր մնացել է մի հատ այս դեղը օրգանիզմի համար ядерный взрыв է։ Այս դեղը եթե խմեց, դա օրգանիզմի շատ ահավոր վնաս է, տենց անտիբիոտիկ է։ Բայց այդ դեղը պետք է, Հայաստանում չկա։ Ես զանգում եմ, ինչ ծանոթ ունեմ, բան եւ այլ, այդ դեղը չկա, իրոք չկա։ Զանգում եմ Best Life հիվանդանոցը, որ կա, Գարիկին, ասում եմ, Գարջան, այս դեղը պետք է։ Գարիկը ասում է, գոր հեսա փորձեմ ճարեմ, Մալացիայում ինքը ճարում է Մալացիայի հիվանդանոցում, ես գնում եմ այդ դեղը գիշերով վերցնում եմ, Причем Գարիկը ասեց, գոր առավոտը այդ դեղը պետք է ըլնի, որովհետև մի ամբուլանս հրսկել է, մյուս ամբուլան առավոտն է, եթե առավոտը չգտնվի, այդ մարդը մահանալու է։ Կճարես, ռիսկից վրա ասի, տերեմ, կճարեմ, գիտեի, որ կճարեմ, բայց, ու ես զանգում եմ Մոսկվա Լենա Հակոբյանին, այս աղջիկը գիշերը, ժամը 2-ին, հելում է տեղաշորից, ամուսնին բացատրում է, որ մարդ է պետք փրկել, մեր վիրավոր տղեն է, 44 օրվա ժամանակներ, ժողովուրդ ջան, պագազամ մեքենան ու գնում է հիվանդանոցում դեղը վերցնում է, այնտեղից միանգամից այրոպորտում էլ մարդիկ վախում են այդ ամպուլան վերցնեն, այն մարդիկ, դե իրանց էլ եմ հասկանում, ինչ մանամ, այս ինչ դեղ է, հիմա այսի վերցնեմ տանեմ բան, վիտոգի մի հատ մարդ գտնում է, այս մարդը բերում է, Երևան բերում է այդ դեղը, ես առավոտը տանում եմ, ցավոք, այդ տղային համար է ես բանանում, չկարողացանք փրկենք, ինքը մահացավ, բայց Լենա Հակոբյանը, որ հասկանաք, այդ մարդն է, ու Լենա Հակոբյանը այն մարդը, որ հարյուրավոր
երեխեքի կյանքեր փրկեց ռակից եւ այլ։ Մինչեւ հիմա, կստացի, մինչեւ այսօրվա օրը ինքը կյանք է փրկում մարդկանց անումը թե Ստեփանակերտ ինքը եղավ, թե Հայաստանում հիմա փրկում է, թե եւ այլ։ Ոչինչ, այդ մարդը մեծ բաներ անում։ Ես խնդրում եմ, եկեք բոլորս իրան մի հատ շնորհակալություն ասենք, իմ համար դա գիտեք ժողովուրդ ջան, կան մարդիկ ռեշտակ, այս երկիրը որ սենց ծածկում են իրանց ձեռքերով, հա։ Այ այդ մարդկանցից մեկը ինքն է։ Եկեք շնորհակալություն ասենք իրան։ Լենա Հակոբյան, я просто поражен, восхищен. Лев, просто спасибо тебе. Спасибо, Лена Джан. Ты человек-ангел. Спасибо. Լավ, ուրիշ թեմա մի հատ Ջորջան, այս վերջերս, կստացի այսօր էլ ես ինչի չեմ տեսնում։ Համարդ, մեկ տեսնում եմ, որից նայում են մարդիկ, մեկ չեմ տեսնում ոչ լայք, ոչ նայողները։ Լավ, ուզում եմ խոսամ բլոգերների մասին մեր։ Ուրեմն գնելը ինչ կատարվեց, հա, Սրբազանի հետ։ Յորջան, գնելը ինչ արել է, լավ արել։ Դա մեկ։ Երկրորդը, բլոգերները մեր մոտ թե մի քիչ բանից է չի հերիքում образованиен, թե բան, իրար կպնում են, որ նրան ցածրացնեն, այն մեկին բարձրացնեն, իրան բարձրացնեն։ Վերջերս մի հատ տղա էր իմ մասին խոսել բլոգեր, անունս չի տվել, բայց sense խոսում էր չոտքի մասին, հատիկ զանգեց այս տղային, մալադեց իրան, ինքը տրուկ վերցրեց, հետս հանգիստ խոսում էր բանով, ասում եղբայր ջան, ինչի ես իմ մասին sense բաներ ասել, հա, արի ես քեզ բացատրեմ, ինքը հասկացավ, մերսի, շատ շնորհակալ եմ այդ տղային, այսինքն շնորհակալ եմ այդ տղային, որովհետև ինքը շատ adekvat դուրս եկավ, հա, հասկացավ, որ ինքը սխալ է, ինքը ընդունեց դա եւ այլ։ Եկեք Ժորժ ջան, տես չանենք, որ իրար կպնելով, նրան ցածրացնելով, մենք բարձրանում ենք։ Եկեք խոսենք սիստեմայից։ Դուք տեսնում եք, որ ես անուն պրակտիկի չեմ տալի, 1000-ից մեկը, որ ես անուն եմ տալիս։ Ես Ռոբերտ Քոչարյան անուն եմ տալի, որովհետև ինքը ոչ թե մարդ է ինքը անհատ է, ինքը սիստեմա է։ Ես սիստեմայից եմ խոսում։ Բայց որ կպնեմ են մի բլոգերին գցեմ, դες բան չկա էլի։ Ու причем էլ եմ ասում, ես ինձ բլոգեր չեմ համարում, որովհետև ես բլոգեր չեմ։ Բլոգերը այդ ինքը իր հաշվին է բանանում, էֆիրներ մտնում եւ այլ, ինքը գումար է աշխատում դրանով։ Բայց բոլոր դեպքերում, քանի որ այն տարիներ առաջ, 7 տարի, 6 տարի առաջ Ռոմա Բաղդասարյանի հետ մտա էֆիրը, շատ մարդիկ կապնվեցին իմ հետ, հա, դրա պատճառով ես էֆիր մտնում եմ, այդ մարդկանց ես չեմ կարա թողեմ, ասես բրախեմ գնամ, հավատում են, լսում են, սպասում են եւ այլ։ Բայց դա չի նշանակում, որ ես մտնեմ էֆիր ու այն նրան գցեմ, որ ես բարձրանամ։ Ոչ։ Մի հատ փորձեք ուրիշ բանով բարձրանաք։ Խնդրում եմ ձեզ։ Եկեք մի քիչ բարձրացնենք, TikTok-ը չդառնա, էլի, այս Facebook-ն էլ TikTok չդառնա։ Տեսնում եք այնտեղ ինչա կատարվում։ Լավ։ Ուրեմն մի հատ բանից Դավիթ Անասարյանի մասին եմ ուզում խոսեմ։ Անձամբ իրան շնորհավորել եմ, մի հատ էլ ստեղ էֆիրում ասեմ։ Դավիթ ջան, ես գիտեի, ես չի կասկածում։ Ուրեմն Նիկոլի մասին ինձ գրեցին։ Բանը, որ ինքը իրան դրես կոդով չի պահում եւ այլ, համաձայն եմ։ Պարոն Փաշինյան, ես խնդրում եմ, մի հատ image maker չարեք։ Որովհետև в головном уборе сидеть в помещении нельзя.
դուք հասկացեք, ես ձեզ բան չեմ, դեմ չեմ եւ այլի չեմ։ Ու ես ձեր ծնունդը նորից շնորհավորում եմ։ Но есть определенный дресс-код, который премьер-министр моей страны должен сделать. Я պետք է հպարտանամ, чтобы мой премьер-министр սենցա ոչ թե կերկով նստած ու սենց մի ձևի եք նստած եւ այլ։ Մի նեղացեք, խնդրում եմ, մի նեղացեք։ Ուղղակի ես ասում եմ, այն ինչը կա, էլի, ու ինձ թվում է ես մենակ չեմ տես մտածում։ Լավ, դա այնպես թեմա չի, որ պետք է շատ խորանանք եւ այլ, ուղղակի իմ խնդրանքը վարչապետին ու վարչապետին էլ եմ ասում։ Այն դժոխք ճանապարհը, որ դու անցնում ես, ես հասկանում եմ, ես գիտեմ, ես տեսնում եմ, շատ սխալներ ես անում, ահավոր սխալներ։ Դրա համար քո ճանապարհը ավելի դժոխք է դառնում։ Բայց ես հավատում եմ, որ դու ազնիվ մարդ ես, դու չես գողանում։ Այն քո մասին, որ գրում են Բրազիլիայում տներ, ես իմ Իտալիայում տներ եւ այլ, ես հավատում եմ, որ դու տես բան չես անում։ Չկա տես բան։ Просто сохраняй дресс-код։ Բոլորս մենք սովորացնում ենք մեր ազգին ինչ-որ բանի, որ մենք լինենք մի քիչ վե։ Սեղանի սենց չեն նստում։ Սենց հլը իրանք ունես։ Սենց որ նստես, нет. Есть определенные вещи, которые мы должны учитывать. Элементарные вещи, локти на столе и так далее, и так далее. Да, պետքա իմ վարչապետը իմանա, տես բաներ չանի։ Ես խնդրում եմ, ներողություն եմ խնդրում դա իմ ասելու համար, բայց խնդրում եմ այդ բանը արեք։ Ժողովուրդ ջան, ուրեմն մի հատ թեմայից եմ ուզում խոսամ, այս մեր մանր սուպերմարկետները, որ կան, իրանք ուզում են աշխատեն։ Մեծ պրոբլեմա, ես հիմա դիմում եմ անտիկոռուպցիոնին, Հայաստանի Հանրապետության օրենքով, եթե դու էֆիրում բարձրաձայն ինչ-որ բան ես ասում, ուրեմն դա արդեն նայվում է ոնց որ դու գնացել գրել ես։ Մեզ ասում եմ, во-первых, պարոն վարչապետ, դուք խոսք եք տվել, որ մեծ սուպերմարկետները չեն աշխատելու երեկոյան ու ժամին, որ մանր այդ խանութները կարողանան աշխատեն, փող աշխատեն։ Մինչև հիմա դա չկա, դա շատ սխալ է։ Ես չեմ ուզում Սամվել Ալեքսանյանը ամբողջ փող աշխատի սուպերմարկետներից։ Թող ինքը երեկոյան փակվի, այն մանրները աշխատեն։ Կիրակի օրը թող մեծ սուպերմարկետները չկարանան աշխատեն, որ այն մանրները աշխատեն, մարդիկ փող աշխատեն։ Իմ կարծիքով, եթե չեմ սխալվում, 4,500 տենց փուճուր խանութներ կան, ունդեղ լիքը աշխատողներ կան։ Դա մոտարապես 40,000 մարդ է դառնում։ Չեն կարող աշխատեն, որովհետև իրանք Սամվել Ալեքսանյանի հետ չեն կարող կոնկուրենցիան լինի են։ Հիմա սկլատերն էլ ընդեղից է, նայեք, ապրանքը զակած տալի, գալիս է ասենք այս ապրանքը ձեթի տակ։ Հələ փորձի ասա, որ էսի սենց չի։ Ախպեր, դու ինձ ես բերել, ես գրեց այդ։ Չես ուզում գնա ուրիշ տեղ, իսկ ուրիշ տեղը չկա։ QR կոդ են տալի, որը ֆալշ է։ Ու այս մարդը ուզած էլի գնում են գնով, այնա վերցնում, հետո նալոգովին գալիս է իր մոտ։ Դուք հասկանում եք աբսուրդը։ Նալոգովին գալիս է իր մոտ, ասում է, ապեր, բայց էսի էս արի, բա դու ասել ես, քո բանի մեջ էս էր։ Բա խի է էսի։ Հիմա որ ինքը ասի խի է էսի, էլ ինքը ապրանք կյանքում չի ստանա անդեղից։ Հասկանում եք աբսուրդը։ Антикоррупционный комитет, займитесь. Да, ձեր գործն է։ Ուղղակի Նիկոլի թիմը ես չեմ հավատում, որ իրանք կոռուպցիոներ են, չէ։ Բայց այնքան է կտրվել, մի հատ մտեք ժողովրդի մեջ, էլի։ Մտեք ժողովրդի մեջ, մի հատ նայեք ինչ է կատարվում։ Ու այդ ՀԴՄ-ն վերցնել է, այս ամեն ինչը վերցնել է, ինչը բացատրեցի հիմա։ Շատ կարևոր բան է։ Տեսեք, ես վերջերս մի երկու օր առաջ ես սկսել էի մեր բանակը ինչ հագնված է, չէ՞, տեսակ ֆորմեկը։ Տեսակ ոնց են, կասկեն, բրանիժիլետը, սապոգը եւ այլ, տեսակ, շուտով մեր ամբողջ բանակն ալ դա հագնված լինելու։
Հələ որ սպեսներ, MVD-ի սպեսներ, ԱԱԾ-ի սպեսներ, բանակի սպեսներ եւ այլն։ Սա բանակն է հիմա տես դառնալու։ Ժողովուրդ ջան, բոլորդ ով ՀԴՄ վերցնում է, բոլորդ այդ գործը արել եք, որ մեր բանակը սենց ակնվի։ Բոլորդ։ Հիմա որ մտածում ենք Աշո Ձաձայի խանութն է, դե ՀԴՄ ամոթ է վերցնել եւ այլն, չէ։ Իմ համար Աշո Ձաձան տես կարևոր չի, ինչքան իմ բանակը, ՀԴՄ-ն կտաս։ Ու այդ բյուջեն, որ մտնում է, այդ բյուջեով, այդ հագնվածը, որ տեսակ տղեկի վրա, սիրուներ չէ, համով էր չէ, այդ ՀԴՄ-ները պահանջեք։ Ու քաղաքապետարանն եմ դիմում, այս ավտոբուսները մարդը մտնում, փողը չի տալի, վարորդը քշում է։ Հələ Իսպանիայում փորձի մեկը մտնի ավտոբուս, բանը վարորդը բան չանի, փողը չվերցնի։ Վարորդը գիտեք ինչ հենց միանգամից պոլիս է զանգելու։ Կտրելու է։ Մենք էլ տենց պետք է անենք։ Ժողովուրդ ջան, ձեր ամեն տված կոպեկը այնտեղ է գնացել։ 500 դպրոց մանկապարտեզ, բանակի ես հագնված է եւ այլ, դուք եք անում։ Դրա համար հետևեք դրան։ Ոչ մի Աշո Ձաձա խանութի տեր։ Ոչ։ Ուրեմն երկու բառ Ֆրանսիայի մասին ասեմ, ժողովուրդ ջան, եւ գնանք դեպի մեր եկեղեցի։ Իմ դուրը շատ եկավ Ֆրանսիայի պարլամենտում, որ խոսած ու ասեց. Եթե Սյունիքին ու Հայաստանին փորձենք սեն օրը ոնց Ղարաբաղին գցին, իրանք իրանց ճանապարհին մեզ են հանդիպելու Ֆրանսիայի պարլամենտում։ Ու մարդիկ անում, ես Ֆրանսիային չեմ հավատում եւ այլ, եղբայր ջան, ո՞ւմ ես հավատում, Ռուսաստանին։ Փրտիկ արին երկիրը սենց բաժանին։ Հիմա էլ ես ուզում հավատաս իրանց։ Խոփան չի, ես հավատամ։ Մուսալերը այսօրվա օրով Ֆրանսիայից ինչ զենք մտնում Հայաստան։ Իրանք չունեմ ասեմ։ Այն բլոգեր տղեն ասում էր, հա, ասում է իրանք չունեմ, դե իրոք չունեմ, ինչ անեմ հիմա։ Իրանք չունեմ։ Ֆրանսիայից մտնում է։ Մերսի չասենք Ֆրանսիային։ Մերսի ֆրանսե։ Այսինքն, որովհետև մի հատ մեր կողքը որ կայնած է իրանք են։ Եվրոպայից։ Հա, կա Հնդկաստան, կա Իրանի իր հետաքրքրությունները։ Ֆրանսիան հետաքրքրություն մեր զոնայում չունի, իրանք ուղղակի մեզ օգնում են։ Շնորհակալություն չասենք իրանց։ Հա, ու եթե մեր վրա հարձակվեն, իսկ մենք ինչ էլ անենք, այդ ուժը չենք ունենալու Թուրքիա, Ռուսաստան, Ադրբեջանի դեմ կայնենք։ Իսկ որ Ֆրանսիանին կարանանք, որ իրանք ասում են ճանապարհին մեզ եք հանդիպելու։ Մերսի։ Մի բառ ուզում էի ասեի Բևերի մասին։ Ախր ձեզ մարդը մոտիկացել ու ասել լուրջ մարդ։ Գորին էլ ձեր չտակ, ինքը ձեր չտա։ Դուք արդեն էֆիրում ինձ ձեր չեք տալիս, բայց մտնում եք սենց պրիվատներով, բաներով, հանդիպումներով ինձ բան եք անում։ Այ ԳՌՈ-ի աշխատող, Главное разведывательное управление России։ Շանթարությունյան շատ լավ, ամեն ինչ է, պատրեց ամեն ինչը։ Հիմա էլ հլը անուններով չեմ ասում։ Վերջի անգամ զգուշացնում։ Մի արեք, հերիքա, բևերադաշնակ, հերիքա։ Ստեղս եք արդեն։ Ես կարամ անես բաներ ասեմ ձեր մասին։ Причем ես անխոցանելի եմ, որովհետև ես չունեմ ոչ մի պոլիտիկի ամբիցիա, ես կրկնում եմ դա։ Դուք ունեք։ Իմ նման թշնամի ձեզ պետք չի ունենալ։ Էլեմենտար բանը, որը հասկացեք, մի արեք, արա, այդքան դեբիլ եք, արա։ Յանց խեմ հարցնում, դեբիլ եք։ Անցանք, հիմա
եկեղեցու մասին մի քանի բառ։ Սրբազան, որ օրվանից է սրբազան։ Ներողություն Ժողովուրդ ջան։ Որվանից է սրբազան։ Ուրեմն նայեք Ժողովուրդ ջան, էլ եմ ասում, ես տեր բան չեմ ճանաչում։ Իմ երկնային հայրը ու ես ոչ մի посредник չի կարա մեր մեջ լինի։ Այդ տերտերը այդ посредникն է։ Արա դու իմ ու հորս մեջ ինչ կապ ունես։ Լավ չորսնիմ։ Մի հատ կնում ձրի արել ես, մի հատ թաղում ձրի արել ես, Աստծու մարդ։ Եղել է տենց բան։ Ուրեմն ինչ ասում ավետարանը, Ժողովուրդ ջան, կա Աստվածաշունչ, հա 5 կանարան է, որ ասում է բանը, մեր պատմությունն է ինքը, դա ոչ թե մեր կրոնն է, մեր պատմությունն է, մեր կրոնի պատմությունը, ավետարանը դա արդեն մեր կրոնն է, որ Հիսուսն է այնտեղ եւ այլն։ Ավետարանը ինչ է ասում, եթե անգամ երկնքից հրեշտակիչնի այս գրքից մի բառ դուրս ասի, չհավատակ նրան։ Մի հատ տեր թոմտնի ասի, որ այդտենց չի։ Ուրեմն դուք ինչ եք անում։ Մոմ վաճառելը ավետարանի մեջ մի հատ տեղ ցույց տվեք մոմի մասին, որ մոմ կա։ Բիզնեսը աղբենես։ Հա? Ճիշտ եմ ասում, տեր հայր, տեր հորողբեր։ Դուք ասում եք, որ քաղաքականության մեջ եք, sense մտածեք բան եւ այլ, բայց եթե պետությունը փորձում է եկեղեցու մեջ մտնի, վայ, Տեր Աստված, ինչ ուխուր, ինչ բան եւ այլ։ Այդ ավետարանի մեջ գրած է կեսերու կեսերևը։ Տենց է թե չէ։ То есть պետությանը Սինչիկով բլոկը որ պետությանը պետք է տաս։ Գրած է, չէ, ոչ եմ խափում, մտեք ավետարանը կարդացեք։ Կեսերու կեսերևը, то есть պետությանը պետք է տանք։ Խիճեք տալիս։ Բայց քաղաքականության մեջ այնց հավեսով էլ մտնում եք։ Լիմուզիններով եք ֆռում։ Կնիկ երեխեն էդի вообще արչի, էդի հա, սիրասներով բանով եւ այլ։ Ուզում եք պատմեմ։ Արա մեծ կպատնեն կվատանակ։ Ովդ ում հետ եք եղել։ Հա, ես կարայի 40 հատով պուտանկա եմ կանչե, գուլատ եմ արել, լավ եմ արել, կարան։ Բայց դուք տեր հայրեր, ես ո տեր հայր չեմ։ Բորի կարա, ձեր հավատքներով։ Ավետարանի մեջ միտեղ կա գրած, որ այդ նկարին սուրբ նկարներին, որ պետք է իրան աղոթես, մեր մարդկանց այնքան են բանարել արդեն, Ժողովուրդ ջան, այդում են այդ սուրբ նկարի մոտ իկոնը, հա, գնում են նրա մոտ են աղոթում, ինքը այդ նկարի խի ես աղոթում, ասուն թողել ես այդ նկարին ես աղոթում, խի, Աստված ունեմ, մի երկրային հայր ունեմ, չէ, բոլորս, այդ նկարը պրիչում, Ես եկեղեցի որ մտնում եմ, ես վեհություն եմ ստանում, Ժողովուրդ ջան, մեր հայկական եկեղեցիները, դա իմ պատմությունն է, դա իմ sense բան եմ զգում եւ այլ։ Բայց իմ Աստվածը այդ եկեղեցին չի, տերտերը չի, իմ Աստվածը ընդեղ է։ Էլի նույն ավետարանի մեջ գրած, որտեղ հավաքված է 2-3 հոգի իմ անունով, ես այնտեղ ներկա եմ։ Սուտ եմ ասում, գրած է, չէ՞։ Ձեռագործ տաճարին չհավատակ, սրտի հավատացեք, տաճարին, տենց է թե չէ, գրած է թե չէ, ով չի կարդացել, կարդացեք, ով կարդացել է, կասի ուրա, ձեռագործ տաճարում, ընդեղ չի Աստվածը,
Ցանկացած տեղ է, որտեղ ես աղոթում եմ, Աստվածը ընդեղ է։ Ձեռագործ տաճարում դե տերտերն է։ Մենք պետք է այնց անենք, որ տերտերը մեզ ծառայի, ոչ թե մենք իրան։ Տերտերը ով է, որ ձեռ եք պաչում իրան։ Էլ եմ հարցնում, մեկին ձերի կնքել են։ Причем դարերով, ժողովուրդ ջան, ինչքան մոտարապես 15 դար բանը կրթությունը, образование տերտերների ձեռն էր, իրանց մոտ մոնոպոլիա էր, իրանք բան էին կրթում էին, իրանք կրթում էին ոնց որ պետք է իրանց, ուրիշտեղ չէր կարելի կրթել։ Ես կոնկրետ Հայաստանի մասին եմ խոսում, որովհետև իրանց կրթությունից, որը տալիս էին, իրանք դրանից ստանում էին ու անենց էին դաստիարակում, որ հետո սաղ կյանքը դու երեխեքը, ծնողները, բաները եւ այլն։ Այդ ոնց որ հիմիկվա բանը Քոչարյան, Սերժ Սարգսյան եւ այլն։ Այ մարդ նայում ես ինչքան մարդ է իրանց կողմից, ասենց բան ես լմել, արա 200,000 մարդ իրանց կողմից, բայց նյուժելի չեք հասկանում, էսի տվին, ոնց կար։ Այս ցավները տանեմ։ Գայշնիկները իրանց Գերդաստանի հետ։ Առաջվա մինիստրները, զամինիստրները իտակդար իրանց Գերդաստանի հետ, չինովնիկները իրանց Գերդաստանի հետ։ Սաղ այդ կողմից են։ Լափաման եք ձեռներից վերցրե։ Հիմա տերտերներն են, փորձի էլ լափամանը ձեռից վերցրա։ Այդ դրա համար իրանք հիմա կռիվ են անում։ Կյանքումայի կռիվ են անում, որ հանգար ձեռ չտաս։ Ոչ։ Եկեղեցին պարտավոր է երկրին։ Երկիրը եկեղեցուն, ոչ մի բան։ Այո, ես հավատում եմ ասում։ Բայց դա իմ Աստվածն է, դուք չկաք այնտեղ։ Դուք կարող եք սովորացնել, որ մտնում եմ եկեղեցի, դուք կարող եք ասել, ասենք, որդիս, եղբայրս, քույրս եւ այլն։ Այսի սենց պետք է լինի, որովհետեւ տես այստեղը սենց է գրած, արի Աստծուն հավատանք, այսի սենց անենք, այսի ավելի ճիշտ է։ Ну, в общем, հասկացաք ինձ։ Դրեք գրփում եք, արա, լափում։ Վայ, կաթողիկոս, այն կաթողիկոսին, որին ես եմ հիշում, Աստված տարին քելներ էլի։ Վերջում մի հատ էլ բան ասեմ, ժողովուրդ ջան, Ֆրանսիայի մասին նորից կրկնեմ։ Այն ինչ մենք ենք ստանում հիմա Ֆրանսիայից, Merci, Français։ Ես ուղղակի ապշած եմ։ Շնորհակալություն իրաց։ Հա, իմ ազգի համար են անում։ Շնորհակալություն իրաց։ Լավ է, ժողովուրդ ջան, մյուս էֆիրը կլինի Արտակ Ղուկասյանի հետ։ Ու դուխները չպսեք ամեն ինչ լավ անելու։ Սաղ լավ անելու։ Այս բաները, որ գնում է, էլ եմ ասում, բանի նախընտրական տարի է, ատական շատ է սկսելու, իմ վրա էլ է սկսելու, հեսա իմ մասին ինչ ասես չեն գրելու, չեն ասելու եւ այլն, բոլորի մասին նախընտրական տարի է, հեսա սկսելու են, մի գնացեք, մի ծրվեք այդ ճանապարհով, հավատացեք ձեր երկրին ու դուխով եղեք, լավ եք։